5 դատավոր փոխած եւ 7 տարի ցկվող դատավարությունն այսօր ավարտվեց։ Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ Ռուս Զինծառայողին դատարանը մեղավոր ճանաչեց, դատապարտելով 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ էության Ռազգիլդեևը անազատության մեջ կգտնվի եւս 7 ամիս։ Դատարանը վճռեց Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևին մեղավոր ճանաչել եւ նրա նկատմամբ պատժ նշանակել ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով։ Հաշվի կերման սկիզբը հաշվել, հաստատի արգելանքի վերցնելու օրվանից 2018 թվականի դեկտեմբերի 11-ից։ Հիշեցնենք, որ Ռուս Զինծառայողը 2018 թվականի դեկտեմբերին 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին առավոտյան ժամը 7-ի սահմաններում Սլաբոդկա թաղամասում է հանդիպել։ Կինը աշխատանքի գնալիս է եղել ու մինչ մահանալը հասցրել է պատմել, թե ով է եղել իր վրա հարձակվողը։ Ջուլիետա Ղուկասյանի մահվան պատճառը ըստ դատաբժիշկների գանգուղեղի ծանր վնասվածքներն են եղել։ Սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքը նաև քաղաքայց էր ներկայացրել դատարան, պահանջելով 1.800.000 դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը կառուցվի։ Քաղաքայցը դատարանը բավարարեց ամբողջությամբ։ Ամբաստանյալ Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից հոգու տուժողի իրավաճորդ Անահիտ Ղուկասյանին բռնականցել 1.841.000 դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։ Անահիտը հաստ չէ դատարանի վճռի հետ։ Ասուց կնիս, իրոք որ տիրովին տերն է տարի անդերի Աստված քեզի հետ, քո արաշկիդ համար։ Իր խոսքով մորը ոչ թե վնասվածք են հասցրել, այլ զրկել են կյանքից, իսկ այս վճիռը այն չէ, ինչ ինքն էր ակնկալում։ Ես պահանջեցի գոնե 10 տարի, գոնե 3 տարին է մեր Հայաստանի բանդերից մեկում անցնիշ, որ զգար թե բանդը ինչ է, ոչ թե սանատորիա, էդ էլ թողեցին անմխիտաշ։ Այսինքն ինքը պաշտ չէ, ինքը որբեր է պահիժ։ Հա, ես վստահ չեմ, որ ռուսական բազայում է։ Իրա թեմքից իրա այդ վիճակից ես գիտեմ, որ ինքը Ռուսաստանում է։ Ազատության մեջ, այո։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը նշեց, որ բողոքարկելու են վճիռը։ Հավելենք, որ մեղադրողը 8 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը իրեն մեղավոր չի ճանաչում։ Երեկ նա պնդել էր, որ ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ընթացքում չապացուցվեց իր մեղավորությունը։ Այսպիսով պարզ չէ, թե որտեղ է Ռուս Զինծառայողը կրելու պատիժը, թե տուժողի իրավահաջորդը, թե Ռազգիլդեևի փաստաբան Նարինե Ռշտունին պատրաստում են բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան։ Եսպես չեմ թողա։ Իրոք խոսքım կա վայ տեր, վայ անդեշ, բայց դադավորը չի դոր Աստված կա վերևը։ Այդ հոտված անպատիժ չի մնա։ Որպեսզի Աստված կլսե, ով կուզե իրաց եղնի։ Մարտասպանն է Աստծուց կկրնի։ Իրանք այդ հոտվածի համար Աստծուց կկրնի։ Թող սաղ աշխարհը դիգի մանա։ Դիք հոտված չէր, դիք ինչ հոտված է։ Չգոր իմ ամաստուն ինվալիդ նստած է, այդպես հոտված կտնեն։ Հրաչ Սահակյան, Խան Հովանեսյան, այսօր։